Եթե ինչ որ ժամանակ կամ այսօր Աստված քո կյանքի մեջ ինչ-որ բան է խոսացել, հենց իր խոսքն է, որ տվյալ ժամանակի համար է քեզ վերաբերվող, չնայած որ խոսքը գրվել է 2000 տարի առաջ, գրվել է հին ուխտը ավելի վաղ, բայց միշտ խոսքը արդի է, չնայած ինքը հին է, հա, բայց ինքը հնացած չէ, ինքը հին է իր արժեքներով, ինքը հին է իր գրված ժամանակահատվածով, բայց ինքը լավագույն ֆունդամենտն է այսօր յուրաքանչյուր մարդու համար, որ իր կյանքը սկսի եւ շարունակի Աստծո հետ։ Լավագույն ֆունդամենտն ու հիմքն է։ Եվ ես կոչ եմ անում, որ մենք այդ հիմքի վրա կառուցենք մեր կյանքը, այդ հիմքի սկզբունքներով կառուցենք մեր սկզբունքները, մեր ընտանիքները, ամեն տեղ, ինչի մեջ որ մտնենք, թող Աստծո խոսքը լինի մեր կյանքի մեջ ամենակարևոր սկզբունքը։ Երբեք թող մեր սկզբունքը ավելին չլինի, քան Աստծո սկզբունքը։ Միշտ մեր կյանքի մեջ բախումը սկսվում է հենց այդ տեղից, երբ որ մեր սկզբունքներն ու Աստծո սկզբունքները կարող է իրար համ չընկնեն։ Եվ տեսնենք բախում, բայց որը կհաղթի։ Մեր սկզբունքը թե Աստծո սկզբունքը։ Գիտեք որն է հաղթում։ Դուք ինչ որոշում որ կայացրեցիք, դա էլ կհաղթի։ Ճիշտ է, Աստված ամենակարող է, Աստված ամեն բան կարող է անել, Աստծո խոսքը ամեն բանից բարձր է, բայց Աստված քեզ տվել է կամք, իր կամքը կատարելու համար։ Քեզ է տվել այդ կամքը, եւ քեզ է տվել պատասխանատվությունը իր խոսքին հետևել, չհետևելու, իրան երկրպագել, չերկրպագելու պատասխանատվությունը Աստված քեզ է տվել, որովհետեւ դու որոշում կայացնես այսօր այստեղ եւ պատասխան տաս վաղը այնտեղ։ Նրա գահի առաջ։ Դրա համար մեր ցանկացած որոշումներ, սիրելիներ, ինչը որ այսօր կայացնում ենք, այդ որոշումների մեջ մենք պետք է աստվածային սկզբունքներով առաջնորդվենք, որպես ամենալավագույն տարբերակ։ Եթե մենք կանգնած ենք այլ երկընտրանքի առաջ եւ մենք չգիտենք որ տարբերակն է ճիշտը, լավագույն տարբերակը Աստծո կամքը ընտրելն է։ Ես այս մասին քարոզ ունեցել եմ, որ երևի հիշեք, որ ինչ եթե երկուսն է մենք տեսնում ենք, որ Աստծո կամքով է։ Այսինքն երկուսն աստվածային սկզբունքի մեջն է եւ մենք կանգնած ենք հենց մեջտեղում եւ չենք կողնորոշում թե կոնկրետ երկու աստվածային կամքերից որն է կոնկրետ տվյալ պահին Աստծո կամքը։ Այս է ամենադժվարը, որ ինքը երկրորդ տարբերակը ոչ թե մեղք է, ոչ թե սխալ է, այլ էլի Աստծո կամքի մեջ է։ Դրա համար մենք կարիք ունենք ամեն օր լսելու Աստծո խոսքը։ Աստծո ձայնը ամեն օր կարիք ունենք լսելու, որովհետեւ մենք զանազանենք որն է Աստծո ձայնը, որն է շրջապատի ձայնը, որն է մեր մտածելակերպի ձայնը, որն է մեր անցյալի վախերի ձայնը, որն է մեր անհանգստության ձայնը։ Գիտեք, կարող է այսօր դու մտածես, թե Աստծո ձայնը չես կարող լավ լսել, եւ եթե հիմա է հարցնեմ, կարող է շատ ձեր բարձրացնեք, որ կարող եմ դժվարություն ունեք Աստծո ձայնը լսելու։ Համաձայն եք։ Դժվարություն ունեք Աստծո ձայնը լսելու, եւ եթե մարդը կարող է լսի Աստծո ձայն լսել, կարող է մտածել, դա ի՞նչ նորություններ։ Մենք մարդու ձայնը կարող ենք լսել, հա, հիմնականում այն մարդու, որ խոսելու ունակություն ունի, բայց Աստծո ձայնը լսելը շատերի մոտ կարող է հարց առաջանալ, լավ, ինչպես լսենք մենք այսօր Աստծո ձայնը, ինչպես, ինչ եղանակներով, ինչ մեթոդներով, ինքը բարձր հնչող ձայն է, թե ինքը մեր ներսը խոսացող ձայն է։ Գիտեք, տարբեր։ Բոլոր ձևերը կարող է լինել, բայց կարևորը մենք փորձենք, ձգտենք լսել Աստծո ձայնը։ Մենք չխլացնենք, չլռեցնենք Աստծո ձայնը, որովհետև Աստված հենց այսօր խոսում է մեր հետ։ Աստված այսօր խոսում է քո իրավիճակի մեջ, սիրելիներ։ Եվ անհանգստության մեջ կարող ենք մենք հենց կորցնենք Աստծո ձայնը, որ արդեն մտածենք, թե լավ, ո՞րն է Աստծո ձայնը, ո՞րն է մեր վախերի ձայնը, ո՞րն է մեր սեփական ձայնը, որտեղ է Աստծո ձայնը։ Եվ հետաքրքիր է իմ համար, երբ որ կարդում ենք Աստծո խոսքը, մարգարեությունների մեջ հիմնականում երբ որ գրված է, այսպես է ասում Տերը։ Այսպես է ասում Տեր Եհովան, այսպես է ասում Աստված։ Հանդիպել եք չէ այդ խոսքին, որ այսպես է ասում։ Գիտեք, բարի խաղի մեջ ինչ նշպություն կա, որ չի ասում այսպես է ասել Աստված։ Այդ երբ որ դու կարդում ես Աստծո խոսքը, քո համար այսպես է ասում Աստված։
ուղիղ ներկա ժամանակով է Աստված խոսում այսօր քեզ հետ։ Ոչ թե Աստված ասել է, այլ Աստված ասում է, այսպես է ասում Աստված։ Եվ հետաքրքիր է, ինչ է ասում Աստված ամեն մեկիս։ Այսօր հենց մեր կյանքի մեջ, այսօր երբ որ օրը սկսվեց, ինչ խոսք ունի այսօր Աստված քո համար։ Հետաքրքիր է։ Ինչ խոսք ունի, եւ գիտենք հիմնականում Կիրակի օրեր մենք մի փոքր հանգիստ ենք, մենք չէ դուք, ես չէ դուք, մի փոքր հանգիստ ենք այս բանը, որովհետեւ եթե ուզենանք մենք որ Աստված մեր հետ խոսի, չէ՞, ունենք մի հատ լավ տարբերակ եկեղեցիկալ եւ Աստծուց խոսք լսել։ Ամեն։ Եվ գիտեք, հենց հնչած քարոզնել ինքը արդյունավետ է, երբ որ կա սпасող սիրտ, վերցնող սիրտ կա, հենց Աստծո խոսքը։ Դրա համար երբ որ դու քո նստած տեղից ուզում ես վերցնես քո այսօրվա հացը, կերակուրը խոսքի միջոցով, Աստված շարունակում է խոսել հենց այս ձևով։ Եվ կարող է ես չհասկանամ այդ բանը ինչի համար այդ միտքը այդ ձևով գնաց, բայց դու կհասկանաս, որ քո հարցի համար է այդ պատասխանը։ Եվ երբ որ կա ընդունող, կա նույնպես արձագող։ Երբ որ դու որպես ընդունող նստած սպասում ես, որ թե Տերը ինչ է քո հետ խոսելու, Աստված կօգտագործի քարոզիչին, որպեսզի քարոզիչը կարողանա քո կյանքի մեջ բան խոսա։ Որովհետև կա ընդունող սիրտ, կա փափագող սիրտ, հենց Աստծո խոսքին։ Եվ Տերը այսօր էլ է ասում, սիրելիներ, որ այսպես է ասում Աստված։ Եվ ինչ որ բան է հրճագում քո կյանքի մեջ։ Հետաքրքիր է, որ խոսքը գրվել է անցյալում, բայց ամեն անգամ եղավ արդեն քանի հազար տարի, յուրաքանչյուր մարդը, որ բացում է Աստծո խոսքը եւ կարդում է, իր համար հենց այդ օրն է Աստծո խոսալու օրը։ Որ այսպես է ասում Աստված։ Ոչ թե Աստված ասել այսպես, այլ Աստված հենց այսօր է ասում, սիրելիներ, որովհետեւ Աստծո մոտ ժամանակ չկա։ Աստված ինքն է ժամանակ ստեղծողը։ Գիտեք, երբ որ մենք խորանանք այս ժամանակ հասկացողության մեջ, մեր համար ինքը փակուղի է։ Ով է եղել, որ մտածի այս ժամանակի մասին, որ Աստված ժամանակից դուրս է, երբևէ մտածել եք։ Դե ինչպիսին է Աստված, որ ինքը ժամանակից դուրս է, մտածես, ամեն անգամ երբ ես մտածել եմ, խճճվել եմ արդեն, որովհետև ես գիտեմ մի հատ լավ սկզբունք, որ եթե ես եմ ինչ-որ բան ստեղծել, իմ ձեռքից ստեղծածը ավելին չէ, քան ես։ Եվ եթե ես եմ ինչ-որ բան հորինել, ես չեմ իմ հորինվածից մեջ, հորինված է իմ մեջ։ Այսինքն այն սկզբունքներով, որոնց ես իրան արտադրել եմ, ստեղծել եմ, պարտադիր չէ, որ ես լինեմ այդպիսին, որպեսզի ես իրա կողմից լինեմ հասկացված։ Պարզ է։ Մի եթե ես ստեղծել եմ այս բարձրախոսը, այս բարձրախոսը ունի ֆունկցիա, որը ես չունեմ այդ ֆունկցիան, բայց ես եմ իրան ստեղծել, հա, ենթադրենք։ Պարտադիր չէ, որ ես լինեմ իրապես, որ ինքը ընդունի ինձ, որպես իրա ստեղծիչ։ Հետաքրքիր է, չէ՞։ Ժամանակ եւ տարածություն հասկացողությունը Աստված է ստեղծել, ինքն է ստեղծել։ Եվ մենք, որ ժամանակի մեջ ստեղծված ենք եւ ամեն բան մեր համար ժամանակի մեջ է, մեր համար բախում է գալիս, երբ որ մենք չենք պատկերացնում, թե ինչպես կարող է լինի մի հատ Աստված, ով որ երբեք սկիզբ չի ունեցել, որտեղ մենք գիտենք կյանքի սկիզբը երեխա ունենալով է, կամ գոնե ծայրահեղթեքում հողից ստեղծվել է Ադամի պարագայում։ Համաձայն եք, չէ՞։ Մեր համար ամեն բան ունի սկիզբ։ Այս թուղթը, որ արտադրվեց, ինքը ունի սկիզբ։ Ինչ որ մի օր ինքը սկիզբ առավ։ Եվ ցանկացած բան բացի Աստծուց մեր համար բախում է, որովհետև մենք ստեղծված ենք, մենք ստեղծիչը չենք։ Դրա համար մենք փաստեր կա, որ պետք է ընդունենք այնպիսին, ինչպիսին կա եւ ինչպիսին ասում է Աստծո խոսքը, ոչ թե մենք փորձենք մեր փոքր սահմանափակ տրամաբանության մեջ փորձենք տեղավորենք անսահման ու մեծ Աստծուն, որպեսզի ինքը մեր համար դառնա ընդունելի։ Ինքը ընդունելի կա եւ մնում է իր սկզբունքներով։ Մենք պետք է հարմարվենք իր սկզբունքներին, ոչ թե մենք իրան հարմարեցնենք մեր սկզբունքների մեջ, որ ինքը դառնա ընդունելի։ Աստված չի մտնում ժամանակի եւ տարածության մեջ։ Ինքն է ստեղծել, որպեսզի մենք մտնենք դրա մեջ։ Դրա համար, սիրելիներ, մենք ունենք մեր համար երեք,
Մենք ունենք մեր համար այսօր, մենք ունենք մեր համար վաղը, մենք ունենք մեր համար ապագա, իսկ Աստված չունի այդ ամեն ինչը։ Աստված ունի այսօր, միշտ այսօր, եւ Աստված ունի հավիտենություն։ Տարբեր է, չէ՞։ Մենք ունենք ապագա, իսկ Աստված ունի հավիտենություն։ Այսինքն մեր ապագա կոչվածը Աստծո համար դա հավիտենությունն է։ Իսկ մեր ապագան Աստծո համար էլի այսօրն է։ Որովհետև քանի դեռ մենք չենք հասել մեր ապագայի 10 տարի հետոին, Աստված դրա մեջ էլ է եղել արդեն։ Դրանից էլ անցել է էլ, որովհետև Աստծո համար մեր ամբողջ ժամանակահատվածը իր համար հենց այսօր է։ Միտքս այն է, սիրելիներ, որ Աստված կա մեր թե երեկվա մեջ, թե այսօրվա մեջ, թե վաղվա մեջ, որովհետև իր համար վաղնել է անցյալով արդեն, անցյալով եւ ներկա, երբ որ մենք հասնում ենք միշտ Աստծո համար ինքը ներկա ժամանակ է, գիտեք դրա լավը որն է, որ երբ որ վաղվա մարտահրավերները մեր համար նորություն են, վաղ ու անհանգստություն են, որ վաղը պետք է բախվենք այդ ինչ բանին եւ զամանանք, թե վա ես ինչ փորձանք եկավ մեր գլխին։ Մենք մխիթարվում ենք նրանով, որ Աստծո համար ոչինչ անակնկալ չէր։ Եսայի մարգարեության մեջ 43-րդ գլուխ 16-17 խոսքերը ես կուզեմ կարդամ, Եսայի 43 16-17 Այսպես է ասում Եհովան, որ ծովում ճանապարհ է շինում եւ զորավոր ջրերի մեջ ուղի, որ դուրս է բերում կառքն ու ձին եւ զորքն ու ուժը։ Միասին կպարկեն, բայց վեր չեն կենա, նրանք պատրույգի պես կհանգչեն եւ կանցնեն։ Շատ հետաքրքիր խոսք է։ Եթե կարդաս կարող ես, կարող է ինձ վերաբերվի, ես կհանգչեմ պատրույգի պես, կգնեմ կեդին, վեր չեմ կենա։ Խոսքը ձեր մասին չէ։ Եսայի մարգարեն ասում է, ուշադիր եղեք, միտքը ինչպես է սկսում։ Այսպես է ասում Տեր Եհովան, սկսեց այսպես։ Եվ ինչ է ասում Տեր Եհովան։ Ուղերձ ունի, չէ, Աստված իր ժողովրդի համար, որ օգտագործում է մարգարեի շուրթերը, որ խոսքը հրճակի իրանց կյանքի մեջ։ Եվ ասում է, այսպես է ասում Տեր Եհովան, եւ սկսում է ներկայացնել Տեր Եհովային։ Փոխանակ, որ ասի այն, ինչ որ ասում է Տեր Եհովան։ Հետաքրքիր նրբություն է։ Ասում է, այսպես ասում Տեր Եհովան, նորից կարդանք, որովհետեւ արդեն հասկանանք ինչ խոսքեր։ Որ ծովում ճանապարհ է շինում եւ զորավոր ջրերի մեջ ուղի։ Այստեղ կանգ առանք։ Շարունակվում է 17 խոսքը։ Որ դուրս է բերում կառքն ու ձին եւ զորքն ու ուժը, միասին կպարկեն, բայց վեր չեն կենա, նրանք պատրույգի պես կհանգչեն եւ կանցնեն։ Տեսեք, առաջի խոսքը, որ կարդացինք, հրաշքի մասին է։ Այն հրաշքը, որ Իսրայելի ժողովուրդը անցավ Կարմիր ծովի միջով, որ Տերը ճանապարհ է պատրաստում, ճանապարհ է բացում ծովում եւ զորավոր, այսինքն ակտիվ, շարժող ջրերի մեջ ուղի է հարտում ձեր համար։ Խոսքը ձեր մասին չէ ուղիղ, խոսքը Իսրայելի ժողովրդի մասին է, որովհետև Եսայի մարգարեն այդ ժամանակ խոսում է Իսրայելի հետ եւ ասում է այսպես է ասում Տեր Եհովան եւ սկսում է հիշեցնել։ Գիտեք ինչի է նման։ Կարծես ես Եսայի մարգարեն ներկայացնում է մի հատ հույս քարոզչի։ Եթե մենք այսօր մեր եկեղեցում ունենանք ուրիշ հույս քարոզիչ, հա, ինչ որ մեկը կար մեր մոտ քարոզելու, մինչև որ ինքը քարոզեր, ես պետք է իրան ներկայացնեի։ Ինչի համար է կարևոր մարդուն ներկայացնելը, որովհետեւ այն խոսքը, որը ինքը պետք է խոսի հանրությանը, մարդիկ կարողանան ճիշտ ընկալեն եւ ընդունեն, որպես ուղիղ պատգամ իրանց կյանքի մեջ։ Դրա համար ներկայացնողը շատ կարևոր է, թե ինչ բառերով եւ ինչ ձևով է ներկայացնում այդ մարդուն, որովհետեւ հավատ հաստատի ներկաների մեջ ընդունելու այն խոսքը, որն որ այդ մարդը պետք է քարոզի։ Ամեն։ Եսայի մարգարեն հենց այս բանն անում է այս բանը, որ ասում է այսպես է ասում Տեր Եհովան։ Եվ սկսեցինք ներկայացնել Տեր Եհովային։ Ով էր ինքը։ Եկեք միասին հիշենք նրա անցած ճանապարհը։ Եկեք հիշենք նրա մեծ ձեռքբերումները, եկեք հիշենք նրա կատարած հրաշքները, ինչ կատարեց Աստված մեր կյանքի մեջ։ Եկեք սկզբից հիշենք ով էր Աստված
եւ ինչ արեց Աստված, հետո նոր լսենք Աստծուց խոսքը, թե ինչ է ասում այսօր Աստված։ Սա մեր կյանքի մեջ եղած հրաշքների պատմությունն է։ Վկայություններ, որ Տերը մեր համար իշքան ճանապարհներ է բացել։ Եվ եթե մենք այսօր, սիրելիներ, մնանք մեր նախկին հրաշքների մեջ, մենք կշարունակենք մնալ անապատների մեջ։ Իսրայելի ժողովուրդը 700 տարի էր արդեն անցել իրանց ծովից անցնելուց։ 700 տարի իրանք ամեն տարի այդ օրը տոնում էին, նշում էին իրանց կարմիր ծովով անցնելը։ Եվ 700 տարի հետո Տերը խոսում է Եսայա մարգարեի հետ եւ ասում է՝ ասա ժողովրդին, որ այսպես է ասում Տերը։ Եվ հիշեցնում է այն ինչ որ Իսրայելի ժողովուրդը ամեն տարի տոնում են արդեն եղավ 700 տարի։ Իրանց ավանդույթն է դառել։ Բայց նրանք այն ժողովուրդն էին 700 տարի առաջ, նրանք այն ժողովուրդն էին, ովքեր անհավատություն արեցին եւ 40 տարի մնացին անապատում իրանց անհավատության պատճառով։ Բայց եղավ սերունդ, ովքեր անցան եւ մտան խոստմունքի երկիր եւ իրանք շարունակ տոնում էին 700 տարի իրանց կարմիր ծովով անցնելը, որ Տերը ճանապարհ բացեց։ Տերը շատ լավ գիտեր, սիրելիներ, որ ինքն էր բացել ծովի միջով ճանապարհ, ինքը շատ լավ գիտեր։ Եվ ինքը փորձում է հիշեցնել ժողովրդին այն, ինչը եղավ 700 տարի ժողովուրդը տոնում է։ Միթե նրանք մոռացել էին։ Դժվար թե մոռանային, բայց ինչի համար Աստված որոշեց մարգարեի միջոցով խոսել մի բան, որը ժողովուրդը արդեն շատ լավ գիտեր եւ արդեն տոնում էր։ Եվ ասում է այսպես է ասում Տեր Եհովան։ Գիտեք, մինչև որ Տերը սկսի խոսել, Աստված ուզում է որպեսզի ներկայացնի այն ինչ որ արդեն ինքը արել է մեր կյանքի մեջ, հիշեցնի մեզ իր կատարած հրաշքները, որպեսզի այսօրվա քո սպասելիքի մեջ Տերը վստահություն բերի քո սրտի մեջ, որ այդ նույն Աստվածն է, ով որ մի քանի տարի առաջ, 3, մի շաբաթ առաջ հրաշք էր արել, ինքը նույն Աստվածն է այսօրվա քո կյանքի մեջ հրաշք անելու համար։ Մենք կարող ենք ամբողջ կյանքում բռնվենք մեր 10 տարի առաջվա հրաշքով եւ բաց թողնենք մեր այսօրվա հրաշքը։ Մենք ասենք, թե մենք հիշում ենք, որ Աստված ինչ որ բան արեց մեր ազգի հետ, մի քանի 100 տարի առաջ գիտեք ինչեր է Աստված արել, բայց Աստված ասում է դա քո անցյալն է, ես քո ներկա եւ ապագայի մեջ կամ ինչ եմ պատրաստ այսօր անելու քո կյանքի մեջ։ Թույլ տանք, որ Տերը այսօրվա ժամանակի մեջ հրաշքներ անի, ոչ թե մենք միշտ բռնվենք անցյալի հրաշքներից, այլ անցյալը սիրելիներ, մեր անցյալն է, մեր ձեռքբերումն է, Տերը այսօր եւ վաղը հրաշք ունի մեր համար։ Եվ ասում է կարմիր ծովի ջրերով անցկացրեց, խորտագեց Եգիպտոսի կարգերը Աստված, խորտագեց եւ ժողովրդին դուրս բերեց։ Եվ մինչև որ Աստված իր ուղերձը կհղեր ժողովրդին, մինչև որ ուղերձը, մի հատ եկեք հիշենք ով էր Աստված, հա։ Եկեք հիշենք Աստված ինչ հրաշքներ արեց ձեր կյանքի մեջ։ Եվ փառք Աստծո, որ Աստված նույն Աստվածն ինչ որ ինքը երեք էր, նույն Աստվածն ինչ որ այսօր է եւ նույն Աստվածն է նույն հրաշքներով, ինչը որ մեր համար վաղն է գալու։ Մեր վաղը հələ չի եկել, բայց մենք գիտենք, որ Աստված միշտ հավատարիմ է, սիրելիներ։ Մեր վաղը հələ չի եկել, բայց մենք ուրախ ենք, որ Աստված մեր նույն երեկվա Աստվածն էր։ Որ Աստված հավատարիմ է եղել երեք, եւ Աստված հավատարիմ է այսօր ու վաղը, որովհետեւ Տիրոջ համար չկա երեք, այսօր ու վաղը, կա Աստված, կա պաշտպանություն, կա հավատարմություն, կա զորավոր ձեռք, կա բժշկող, ինքը նույն Աստվածն է։ Դրա համար ինքը ժամանակի մեջ չի մտնում, մենք ենք հասնում ինչ որտեղ նոր կախում ենք ունենում Աստծուց, թե Տեր Աստված, մենք այս խնդիրի մեջ ենք։ Եվ մեր համար վաղը որ պետք է գա, վաղը Աստծո համար արդեն անցած ճանապարհ է։ Մենք ենք շատ ժամանակ դառը տանում մեր վաղվա օրը։ Մենք խոճապի մեջ ենք մտնում, թե վայ վաղը ինչ պետք է լինի, բայց մեր վաղն էլ է Աստծո համար անցած ճանապարհ։ Նորություն չէ, սիրելիներ։ Եվ 19-րդ խոսքը ուզում եմ կարդամ. ահա ես նոր բան եմ անում,
հիմա կհայտնվի։ Միտե չեք իմանա։ Նաև մի ճանապարհ եմ շինելու անապատում, ամայի տեղերում էլ գետես։ Տեսեք, Աստված հիշեցնում է ինչ է արել 16-17 խոսքերի մեջ, 19-րդ խոսքի մեջ ասում է ինչ եմ անելու, որ ահա ես նոր բան եմ անում ձեր համար, եւ հիմա կհայտնվի այդ նոր բանը, միտե չեք իմանա, որ մի ճանապարհ եմ շինելու անապատում, ամայի տեղերում էլ գետեր։ Մի հատ հրաշքի խոսք, այսինքն մի կախվի, մի կպած մնա քո անցյալի կարմիր ծովով անցնելով, այլ ես այսօր պատրաստ եմ անապատի մեջ գետեր բխեցնեմ, որտեղ ես նույն հրաշագործ Աստվածն եմ։ Այսօր Աստված ուզում է ամեն բան նոր անի, սիրելիներ։ Աստծո խոսքը չի փոխվում, բայց Աստծո խոսքը մենք կարող ենք նորովի ընկալենք մեր կյանքի մեջ։ Այդքան տարիներ անց է 7 դար մարդիկ միշտ հիշել էին Աստծո կատարած հրաշքը, շարունակ իրանք տոնել էին, բայց Աստված հիշեցնում է, որ ես նույն մատակարարող Աստվածն եմ, ինչը որ երեք էր։ Ես նույն մատակարարող Աստվածն եմ, ինչը որ վաղն է գալու, բայց իմ համար արդեն դա անցյալում է։ Մի շարունակեք տոնել ձեր հին հրաշքները, ուրախացեք ձեր ապագա հրաշքներով։ Ուրախացի ասա, որ Տերը ոչ թե հավատարիմ է եղել մի քանի տարի առաջ, որ ես այս հրաշքներ ունեցա, ասա Տեր, շնորհակալ եմ, որ դու հավատարիմ ես իմ վաղվաս մեջ, իմ շաբաթ առաջվա մեջ, դու նույն հավատարիմ Աստվածն ես։ Եվ ես այդ 10 տարի հետո կվկայեմ, որ 10 տարի առաջ իմ Աստվածս հավատարիմ Աստված էր, որտեղ ինքը միշտ է հավատարիմ, ինքը միշտ է իր բնույթով այդպիսին։ Եվ այս խոսքերի արանքում, սիրելիներ, մենք կարդացինք 16-17 եւ 19 խոսքերը։ Եվ այս խոսքերի արանքում կա 18-րդ խոսքը։ Եվ ինչ է ասում Աստված։ Ուշադիր եք, չէ՞, որ հիշեցրեց, ինչ է արել, ասեց ինչ է անելու, եւ դրանց արանքում 18-րդ խոսքը ուշադիր լսեք ինչ է ասում։ Առաջինները մի հիշեք, այսինքն ինչ առաջ եղել է, մի հիշեք։ Եվ հին բաները մի մտաբերեք։ Այսինքն, խոսքը սկսվում է այսպես է ասում Աստված, եւ չի ասում հələ ինչ է ասում Աստված, թողել է որպեսզի 18-րդ խոսքի մեջ ասի ինչ է ասում Աստված, եւ մինչեւ որ կասի ինչ է ասում այսօր Աստված, ասում է լարեք հիշենք, ինչ եք տոնում 700 տարի, իմ կատարած հրաշքը, որ դուք կարմիր ծովով անցաք, ճիշտ է, հա, ես էլ եմ հիշում, դուք եք հիշում, որ այո, դուք անցել եք։ Եվ Տերը հիշեցնում է այս միտքը, որ իրանք տոնում էին Աստծո կատարած հրաշքը։ Եվ հաջորդ խոսքի մեջ ասում է՝ մի հիշեք այս ամեն ինչը։ Տարօրինակ է, չէ՞։ Ինչի համար ես հիշեցնում մի բան, որ ասում ես մոռացի։ Թող որպեսզի ես ինքնուրույն մոռանամ, ոչ թե հիշեցրա, որպեսզի ասես ինչը մոռանամ։ Գիտեք, այստեղ հարցը ինչի մեջ էր, որ ոչ թե Աստված դեմ էր հիշողությանը, այլ Աստված դեմ էր այն բանին, որ մարդիկ արդեն 700 տարի ապրում են իրանց նախկին հրաշքներով, ոչ թե ներկա։ Դրա համար ասում է այսօր այսպես է ասում Աստված։ Հենց այսօր է Աստված խոսում մեր կյանքի մեջ, սիրելիներ։ Մեզի պետք չէ մենք ապրենք մեր ազգի մի քանի 100, մի քանի 1000 տարի առաջվա ձեռքբերումներով։ Մեզի ինչ։ Մեր ազգային արժեքներն է, ինչպես է Իսրայելի համար էր ազգային արժեք, բայց Տերը ասում է թույլ չեք տալիս ձեր անցյալով, որ ես այսօր հրաշք կատարեմ ձեր կյանքի մեջ։ Դուք ասում եք մենք քրիստոնյա ենք, բայց դուք թույլ չեք տալիս, որ դուք այսօր դառնաք քրիստոնյա, որովհետև դուք արդեն վաղուց քրիստոնյա եք։ Մենք հավատքի մարդ ենք վաղուց եւ մենք կարիք ունենք այսօր դառնալու հավատքի մարդ, որովհետև մենք վաղուց հավատքի մարդ ենք։ Բայց Տերը ասում է հերիք է մնաք անցյալի մեջ։ Տերը այսօր խոսք ունի մեր կյանքի մեջ։ Մենք չենք թողնում Տերը խոսա։ Մենք ասում ենք մենք կարմիր ծովի մեջ ենք հլը։ Մենք հլը այն հրաշքի մեջ ենք։ Մեր համար չկա ներկա հրաշք։ Մեր համար չկա ապագա հրաշք։ Մենք իրենք ժամանակին ով ենք եղել։ Մենք որ ժամանակին հավատացյալ էինք ու գնաց։ Ով ես դու այսօր։ Տերը հենց այսօր է ուզում խոսա քո հետ եւ տեսնի այսօր ով ես։ Թե չէ 15 տարի առաջ, 500 տարի առաջ
Բոլորն ինչ որ բան եղել են, բայց Տերը ուզում է այսօր խոսա քեզ հետ, որովհետև չի ասում Տերը, այսպես է ասել Աստված։ Այսպես է ասում Աստված։ Այսօր եւ հենց հիմա։ Եվ եթե դու պատրաստ ես լսելու Աստծո խոսքը, ուրեմն դու մնացել ես հələ Կարմիր ծովի մեջ։ Դու 40 տարի հələ ման կգաս անապատներով, ու պես է կմնաս անապատի մեջ, եթե թույլ չտաս, որ Աստված հենց այսօր հրաշքանի քո կյանքի մեջ։ Հրաշքը սկսվեց հենց այնտեղ, երբ որ ժողովուրդը ուզեցին արդեն տեսնել ապագան, ոչ թե պարզենան իրանց Կարմիր ծովով։ Կարմիր ծովը մեծ հրաշք է, բայց Տերը ասում է ես այն Աստվածն եմ, ով որ անապատների մեջ գետերը բխեցնելու ձեր համար։ Դրա համար 18-րդ խոսքի մեջ ասում է մոռացեք այդ հին բաները։ Ոչ թե ջնջեք ձեր հիշողությունից, որ ասեք չի եղել է, բայց մի մնացեք այդ ձեր հին հրաշքի մեջ, խոսքը էս է։ Մի մնացեք դրա մեջ, Տերը այսօր ուզում է նոր բան անի, սիրելիներ։ Մենք պետք է նայենք Աստծո խոսքին, սիրելիներ։ Ինչն է Աստված այսօր նոր դարձնում մեր համար։ Եթե դու այսօր կարիքի մեջ ես, Տերը այսօր քո համար ունի նորը, լավագույնը ունի։ Այս է նորը, որ Աստված ասում է հին բաները մոռացեք։ Ինչ է եղել հնի մեջ, մարդիկ կախվածությունների մեջ են եղել, մոռացեք այդ հին բաները։ Մի գլուխ կովացեք այդ վատարակներով, որը հին է եղել, բայց ձեր պարզանքն է եղել։ Եթե Աստծո սկզբունքի մեջ չկա այդ բանը, պարզանք չի կարող լինել։ Դեր ասում են մոռացեք այդ ամեն ինչը, մոռացեք նույնիսկ հին հրաշքը, որ ունեցել եք ինձանից։ Եվ մի մտաբերեք, այսինքն մի մնացեք դրա մեջ։ Մնալով մենք թույլ չենք տալիս, որ Տերը այսօր հրաշք անի մեր համար։ Մենք պետք է բաց լինենք, սիրելիներ, ընդունելու Աստծո հրաշք հենց այսօր։ Ամեն։ Եթե ժողովուրդը նայեք, մնացել են իրան Կարմիր ծովի հրաշքի մեջ։ Եթե մենք այսօր Կարմիր ծովի հրաշքը, որով անցան ժողովուրդը, ընդունենք Տիրոջից որպես մեր կյանքի գեր նպատակ եւ ավարտ, մենք 40 տարի կմնանք անապատի մեջ։ Բայց Կարմիր ծովը զուտ ճանապարհ էր հասնելու իրանց նպատակակետին։ Մարդիկ կա, որ ասում են վերջ, ես տեսա իմ կյանքից հրաշքը, Կարմիր ծովս տեսա եւ վերջ։ Այդ էր իմ գեր նպատակս։ Բայց Տերը ասում է դա ընդամենը ճանապարհ էր քո գեր նպատակի համար։ Թույլ տանք, որ մենք հասնենք տեղ։ Տերը խոստումներ ունի մեր կյանքի մեջ եւ կարող է մի հատ բան տեսնենք եւ մնանք հենց այդտեղ։ Ասենք Տերը ասված կյանքս քեզի հանձնեցի եւ վերջ։ Այնքան ուրախ եմ, որ Աստված ունի, վերջ։ Այ հենց այդ է, երբ որ հրաշքը տեսանք, Կարմիր ծովը բացվեց մեր համար, անհնարինը դարձավ հնարավոր, ունեցանք վերստին ծնունդ եւ մնացինք հենց այդտեղ։ Տերը ուզում է, որ մենք առաջ գնանք դեպի գեր նպատակ։ Կարմիր ծովի հրաշքը երբեք գեր նպատակ չի եղել է ճանապարհ դեպի գեր նպատակ։ Ոչ մեկը, գիտեք, եթե այսօր մի հատ տուն վաճառեն ձեզ, դեռ 5 գծած դու չես գնա մի անգամից ամբողջ գումարը տաս։ Որտեղ իրանք շատ ճանապարհ դասին մինչև շենքը վերջնական կառուցեն բրզնեն։ Դու կարող ես ինչ-որ մաս տաս, բայց ոչ ամբողջը։ Մենք երբ որ չգիտենք, սիրելիներ, մեր համար ինչ գին է վճարված, մենք միշտ կմնանք Կարմիր ծովի մեջ։ Կամ Կարմիր ծովի ճանապարհի մեջ ամբողջ կյանքում կմնանք, ասենք, գիտեք, մեր կյանքի մեջ ինչ հրաշքներ է եղել։ Միշտ տանջալով ապրող մարդիկ կան։ Ասում են, հին ժամանակները ինչքան լավ էր։ Հին ժամանակները ինչքան լավ էր։ Գիտես, դու մնացել ես այդ Կարմիր ծովի մեջ հələ։ Եթե եկեղեցում եկան մարդիկ, որ ասում են, այն ժամանակը լավ էր, նշանակում է, այս եղավ մի քանի տարի դու բաց ես թողել ծառայություն։ Քո ծառայությունն ես դու բաց թողել եկեղեցու մեջ։ Դրա համար դու կարդում ես հին ժամանակները, որ Աստված ուր է տարել այսօր ժողովրդին եւ դու որտեղ ես մնացել։ Կարող է դու մնացել ես հələ քու Կարմիր ծովի մեջ, բայց Աստված ասում է, քանի դեռ դու կաս, ես չեմ դադարել քո մեջ գործ անելը։ Ես քեզ դեռ շարունակում եմ տանել դեպի քո գեր նպատակը։ Մի մնացեք ձեր Կարմիր ծովերի մեջ, որտեղ կմնաք անապատների մեջ եւ ամբողջ կյանքում կհիշեք, ասեք, այն 15 տարի առաջ այնքան հետարքիր էր, մենք այնքան լավ էինք, այնքան ուրիշ էր։ Տեր ասում է մի մտաբերեք դրանք, հիշեք, բայց առաջ գնացեք։ Առաջ շարժվեք դեպի գեր նպատակ։ Ամեն։